Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի հետ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանը շուրջ 2 ժամ տևած խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ հրադադարի հնարավոր երկարաձգման եւ բանակցային գործընթացի շուրջ, սակայն հանդիպման ավարտին վերջնական որոշում չի կայացրել։ Հաղորդվում է, որ Վաշինգտոնում շարունակում են քննարկել թե դիվանագիտական, թե ռազմական տարբերակներ, մինչդեռ Իրանի շուրջ իրավիճակը մնում է անորոշ։ Իրանն ու Ղազախստանը պայմանավորվել են ստորագրել նոր երկկողմ համաձայնագիր համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումն արագացնելու եւ կապալառուների ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՄԻՀՐ-ը։ Պայմանավորվածությունները ձեռք են բերել Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առևտրի նախարարի եւ Ղազախստանի արդյունաբերության եւ շինարարության նախարարի միջև կայացած հանդիպման ընթացքում։ Կողմերը նախատեսում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել համապատասխան գերատեսչությունների միջև գործակցության իրական հիմքը ամրապնդելու եւ համատեղ ծրագրերի մեկնարկն արագացնելու համար։ Բացի այդ, Թեհրանն ու Աստանան պայմանավորվել են մշակել մեխանիզմներ, որոնք կհեշտացնեն բանկային երաշխիքների տրամադրումը համատեղ նախագծերի համար եւ կաջակցեն արդյունաբերական ոլորտում գործող ընկերություններին։ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով մարդասիրական իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան, նշելով, որ վերջին օրերին հարվածների ինտենսիվությունն աճել է։ Բժիշկներ առանց սահմանափակումների կազմակերպության ներկայացուցչի խոսքով, եթե անվտանգային իրավիճակը շարունակի վատթարանալ, մարդասիրական կազմակերպությունները կարող են ստիպված լինել դադարեցնել աշխատանքը որոշ շրջաններում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան աջակցելու է Ռումինիային օդային պաշտպանության կարողությունների ամրապնդման հարցում։ Մեր զինվորական անձնակազմը եւ մասնագետները կաշխատեն օդային պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին այլ մանրամասներ չի ներկայացրել գործակցության ձևաչափի կամ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։ Վրաստանի իշխանություններն առաջին անգամ հանրությանն ու միջազգային փորձագետներին են ներկայացրել Իոսիֆ Ստալինի գաղտնի գինու մառանը, որտեղ տասնամյակներ շարունակ պահվել է շուրջ 40,000 շիշ հազվագյուտ եւ պատմական արժեք ունեցող գինի։ Ըստ պատմական տվյալների, հավաքածուում ներառված են նաեւ ֆրանսիական Բորդոյի հայտնի գինեգործական տների արտադրանքներ, որոնց մեծ մասը թվագրվում է 19-րդ դարի սկզբով։ Հաղորդվում է, որ հավաքածուի զգալի մասը նախկինում պատկանել է ռուսական կայսերական ընտանիքին, սակայն 1917 թվականի հեղափոխությունից հետո թագավորական մառանները բռնագրավվել են, իսկ հետագայում տեղափոխվել Թբիլիսիում գտնվող գաղտնի պահեստներ։ Հավաքածուն հետագայում համալրվել է նաև վրացական բարձրարժեք հնեցված գինիներով։ Ռոյթերսի փոխանցմամբ Վրաստանի կառավարությունը նախատեսում է հավաքածուի մեծ մասը հանել միջազգային աճուրդի։ Վաճառքից ստացված միջոցները նախատեսվում է ուղղել երկրում գինեգործական մասնագիտացված դպրոցի ստեղծմանը։